Պարոն Պողոսյան, ինչպես գիտենք, հոկտեմբերի 20-ին զանգվածային ձերբակալություններ տեղի ունեցան Գյումրիում, գիտենք նաև, որ լուրեր են շրջանառվում, պարբերաբար մեզ էլ են դիմում այդ հարցերով, որ խոշտանգումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների կողմից, դուք ինքներդ էլ կադրերից տեսած կլինեք, որ ոստիկանները ինչպիսի անհամաչափ ուժ էին կիրառում այդ օրը, մենք տեսանք նաև, երբ մարդուն առանց կոշիկների բերման ենթարկեցին, մազերից քարշ տալով եւ այլն, ինչ տեղեկություններ ունեք դուք այս խոշտանգումների հետ կապված, որովհետեւ մեզ տեղեկություններ են նաեւ հասել, որ փորձել են ուժ կիրառելով ցուցմունք կորզել ձերբակալվածներից։ Ունեք արդյոք դուք նման տեղեկություն։ Տեսեք, մեզ էլ է հասա բազմաթիվ նմանատիպ ինֆորմացիաներ, թե այդ հրաբարակում տեղի ունեցած գործողություններից, ինչպես դուք նշեցիք, բազմաթիվ են տեսագրությունները, վիդեո նկարանումները, որտեղ հստակ երևում է, որ ոստիկանությունը այդ օրը Երևանից եկել էր Գյումրի ջարդ կազմակերպելու համար, եկել էր կոնկրետ գործողություններ անելու եւ ինչքան էլ իշխանությունները փորձեն ներկայացնել, որ այստեղ մեղավոր եղել են գյումրեցիները եւ իրենք ստիպված են եղել միջամտելու, չէ, հակառակը արդեն տևական ժամանակ է պնդում ենք եւ նաեւ տարատեսակ ապացույցներ բերեցինք, որ իրականում ոստիկանությունը եւ առհասարակ ուժայինները եկել էին Գյումրի հաշվի հարգարժ տեսնելու, եկել էին գյումրեցիներից վրեժ լուծելու, որովհետեւ երկրի գերագույն գլխավոր չարիքը բավարարված զգայր է ու իրականում այդ օրվա process-ը ես համարում եմ Փաշինյանի հիստերիկ նոպա եւ այստեղ զուտ այդ հիստերիայի արդյունքում մենք արդեն այս պահին ունենք 43 ազատազրկված անձ ու ունենք բազմաթիվ տեղեկություններ, որտեղ կիրառվել են ոչ ընդունելի եւ առհասարակ օրենքով արգելված տարատեսակ գործողություններ, որովհետեւ կարողանան այդ հիստերիան բավարարել։ Օրինակ ինձ հասած տեղեկություններով նաեւ այն անձանց նկատմամբ է ճնշումներ գործադրել, ում մինչեւ Գյումրիի օպերացիան սկսելը արդեն տեղափոխել էին Երևան, հակակոռուպցիոն կենտրոն, կոմիտե կներեք եւ այնտեղ տարբեր ձևերով փորձել են ըստ լուրերի, նաեւ ըստ որոշ քաղաքացիների պատմելով փորձել են իրենց վրա տարատեսակ ճնշումներ գործադրել։ Օրինակ, մեկի դեպքում պատմում են, որ հարված է գնացել եւ արդյունքում այդ մարդը ստացել է ուղեղի ցնցում եւ շտաբ օգնությունը գնացել է ուղղակի կարողացել են ամեն առաջի օգնությունը ցույց տալ ու այդ մարդուն նորից ինքան են պահել միջև իրենց ցանկալի ցուցմունքը կորզել են։ Մեկ այլ դեպքում ես տեղեկացված եմ, որ հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ է եղել որոշակի, այսպես ասած, բռնություններ, նախ մինչև դատարան մտցնելը հետևյալ կնոջը թույլ չեն տվել փաստաբան ունենալ եւ տարբեր ձևերով փորձել են ճնշումներ գործադրել, այդ թվում մի քանի ժամ, այսինքն կարծեմ 16 ժամ սոված են պահել, մինչդեռ պետությունը պարտավորություն ուներ մարդուն կոնեսանուտով ապահովել, որ այդ մարդը կարողանար նաև տեղեր խմել, արդյունքում հիվանդանոց տեղափոխել, դրանից հետո պատգարակով դատարան տեղափոխել եւ միայն դատավորն է տեսնելով, որ վիճակը լավ չէ, դատարանի դալիճում օգնական են խնդրել է, որ սուրճ եւ թխվածքա բլիթներ հյուրասիրեն, որ այդ մարդը ուշ կան չանցնի։ Այսինքն այս ամեն ինչը սա խոսում է ոչ մարդկային վերաբերմունքի եւ խոշտանգումների մասին։ Ճիշտ է, կային երևույթ շատ փաստեր եւ ես ինքս էլ շատերին խորհուրդ էի տվել, որպեսզի դիմեին ոստիկանություն, բայց անիմաստ էր, ինչի համար դիմեն, երբ որ այս երկրում թե ոստիկանությունը, թե ԱԱԾ-ն եւ առհասարակ պետական բոլոր մարմինները, որոնք կոչված են մարդկանց իրավունքները պաշտպանելու, ապահովելու, այսօր իրանք բոլորը պաշտպանում են ընդամենը մեկ անձի իրավունք։ Եվ առհասարակ նույնիսկ իրավունքի չէ, հմահաճույք։ Պարոն Պողոսյան, տեսանք, որ անհամաչափ ուժ կիրառվեց ոստիկանների կողմից, ինչ փորձեցին ցույց տալ
Արդյոք սա զգուշացում էր մյուս ընդդիմադիր համայնքապետերին, որ եթե իրենց խաղի կանոններով չսկսեն խաղալ, չենթարկվել է իրենց, հաջորդը իրենք։ Կներեք, ես ի սկզբանե ասեմ, ես չեմ համարում սա առհասարակ Հայաստանում տեղի ունեցող նման բռնությունները ես չեմ համարում որևէ անձի զգուշացում, այդ թվում ընդդիմադիր գործիչներ, սա վրեժխնդրություն էր հենց համայնքի բնակիչներից, սա վրեժխնդրություն էր կոնկրետ ամսը 20-ի դեպքը վրեժխնդրություն էր գյումրեցիներից, տեսեք Գյումրիում չի եղել նման իրավիճակ, երբ որ հրապարակային ինչ-որ բողոքի արդյունքում կանայք հայտնվեն բանտում, չի եղել, ուղղակի ոչ մի իշխանության օրոք չի եղել, այսօր քանի կին կա, որը այս ընթացքում ազատազրկվեց, ամսը 20-ից հետո ազատազրկվեց։ 3 բանտարկված կան, տնային կալա։ Այո, եւ նաև վարչական հսկողության տակ գտնվող կա, այսինքն կանանց ուղղակի այսպես վերցրեցին, չէր եղել Գյումրիում նման բան, անչափահասի դեպք։ Երբեք նմանատիպ բանից օրինակը մեկ այլ լրատվականների հետ զրուցելուց բերել եմ, նույնը սիրով ձեր մոտ բերեմ, դուք հիշեք 2015 թվականի Ավետիսյանների ողբերգությունը եւ դրան հաջորդող օրերի Գյումրիում տեղի ունեցող պրոցեսները։ Մարդիկ զայրացած գնացին հարձակվեցին, այսպես ասած, դատախազության վրա։ Մեկի գլխից մի հատ մաս պակասեց, ոչ, որովհետև իշխանությունը ուժեղ էր եւ իշխանությունը հայկական էր։ Հետևաբար չէր կարող հայ մարդը բողոքի համար ձեռք բարձրացնել եւ քաղաքացիներին կոտրել։ Դրանից հետո հարձակում տեղի ունեցավ հյուպատոսարանի վրա։ Ոստիկան ծանր վիրավորում ստացավ։ Այսքան ձերբակալություններ եղավ։ Իրանք այս ամեն ինչով ուզում են առհասարակ նաև Գյումրեցու տեսակը կոտրել։ Այ ոնց է այսօր մեզ ուզում են համոզել, որ գիտեք, դուք սխալվել եք, երբ որ Արարատ եք սիրում, կամ դուք սխալվել եք, երբ որ Արցախը ձերն եք համարել, դուք սխալվել եք, որ ձեզ արժանապատիվ եք համարել, դուք ընդամենը, չգիտեմ, հպարտ եք։ Այ այդ հպարտությունը մենք տեսնում ենք, չէ՞ իրանք այդ հպարտությունն է ինչի օգտագործեցին, որ բոլորից տանեին մեղքի նաև մեր եկեղեցու դեմ։ Բայց իրականում այսօր իրանք Գյումրեցու տեսակն են փորձում կոտրել։ Գյումրին այն քաղաքն է եղել, որ 20-րդ դարի սկզբին ընդամենը 100 տարի առաջ 45000 բնակչություն ունեցող Ալեքսանդրապոլ քաղաքում ընդամենը 30 հոգի ոստիկան է եղել։ Այսինքն ընդհանուր համակարգն է եղել 30 հոգի, այնտեղից որ պետին անենք օգնականներին, սուրճ տնողին եւ այլը, կարծեմ 14 հոգի են եղել տեսուչները։ Ու իրենք պարապ նստած են եղել։ Իրենք գործ չեն ունեցել, որովհետև այստեղ այնքան շատ էր այդ ավանդույթները, այնքան շատ էր այստեղ փոխադարձ հարգանքը, որ հանցագործություն որպես այդպեսի չկար եւ ցանկացած հանցագործություն կանխվում էր հենց արհեստավորների հեղինակության արդյունքում թաղամասերում հեղինակությունների արդյունքում այսօր իրանք բոլոր տեսակի հեղինակություններն են ոչնչացնում։ Այ այսօր ես մի փոքրիկ ուսումնասիրություն եմ արել ու պարզվում է, որ 2000 թվականների սկզբում, երբ որ շատ-շատ լրատվականներ սկսել էին Գյումրիին կպցնել որպես կրիմինալ քաղաք, առաջի լրատվականը եղել է հենց հայկական ժամանակը։ Ու ինչի է դա արել, որպեսզի կարողանան մեզ համոզել, որ գյումրեցին չունի այդքան այդ թասիբը։ Որովհետև իրանք այդ թասիբից, հեղինակությունից, ամեն ինչից վախենում են, իրանք չեն ուզում կոլորիտ մնա։ Իրանք չեն ուզում, որ մեր ազգային ինչ-որ մի հատ ավանդույթ մնա։ Իրանց ընդամենը պետք է ամորֆ ինչ-որ զանգված, որոնց մի մասը կլինի հերոս հարգատու, մյուս մասն է կլինի հերոս բանող էշ, կներեք բառիս համար, բայց իրենք դրան են տանում, ոչ թե հասարակություն, ազգ, պետություն ձևավորելուն։ Պարոն Պողոսյան, գիտենք, որ Վարդան Ղուկասյանը այն մարդը չէր, որ իրեն կանչեին հարցաքննության, ինքը խուսափեր կամ չգնար, մինչև էդ էս աղմկոտ դեպքերը գիտենք, որ մի քանի քրեական գործերով է անցնում, ամեն ուրբաթ այսպես ավանդույթի ուժեր ստանում, կանչում էին հակակոռուպցիոն դատարան, ինչի համար էր այսքան շոուն, երբ ամբողջ Երևանի ներքին զորքերը այստեղ էին տեղակայել,
տեսնում ենք, որ կարմիր բերետավորները հրապարակում հավաքվածներից շատ էին, ամբողջ ուժերը կենտրոնացված էր այդ օրը Գյումրիում։ Ինչու էին մկան։ Ես ինչպես նշեցի, այո, այս ամեն ինչը ուղղված չէր Վարդան Ղուկասյանի դեմ, այս ամեն ինչը ուղղված էր գյումրեցիների դեմ։ Ես ձեզ մեկ այլ բան էլ ասեմ։ Տեսեք, դուք էլ շատերին ճանաչում եք ձերբակալված անձանցից։ Տեսան նյութերի մեջ համենայն դեպս ես իշխան նայել եմ ձերբակալված անձանց կողմից կամ կալանքի հետ արված արդեն անձանց կողմից որևէ հակաօրինական քայլ չեմ տեսի։ Ես ավելին ունեմ լուրջ կասկած, որ նաև արդեն երևի կասկածը չէ, համոզմունք, որ իրենք միջև Գյումրի գալը արդեն գիտեին հստակ ում են ձերբակալելու։ Ու ով այդ նշված ցուցակից ով այդ պահին եղել է հրապարակում, բոլորին տարան։ Նույնիսկ մարդ կա, որ արդեն մի շաբաթ անցել է որևէ գործողություն չէին արել, նույն Ավագյան եղբայրները։ Մարդկանց նկատմամբ մի շաբաթ անցել էր որևէ գործողություն չէին արել, ցուցակը բացել են, տեսել են, որ երկուսը փստ են տվել, բռնեցին դրանց է տարան։ Սա խոսում է Նիկոլի վրեժխնդրության մասին, այդ մենք ամբողջ ազգով կարակն ենք ընկել, որ դա փոքր ժամանակ հեծանիվ չի ունեցել։ Ու միջև այսօր ինքը արդեն հեծանիվ է ունի աշխարհի սաղ երկրներում, մայրաքաղաքներում գնացած հեծանիվով քշեց, հələ ինքը նորից այդ հեծանիվ չունենալու վրեժն է լուծում։ Այո, ընդամենը սա է։ Իրա զուտ հայատածության հերթական դրսևորումն էր, որը տեղի ունեցավ Գյումրիում, իսկ Վարդան Ղուկասյանը ընդամենը պատրվակ էր։ Առիթ էր, որ իրենք օգտագործեցին, որպեսզի վրեժ լուծեն գյումրեցիներից։ Ընտանիքները ինձ ավելի լավ կհասկանան, ասենք մեկը մեր թեկուզ երեխա ժամանակ մի հագարակ թաղում կամ հագարակ դասանում մեկի հետ խնդիր ուներ, ինքան էր այսպես կռիվման գալիս, որ վերջում կարողանար բռնել ընկերներով ծեծեր։ Այ այս դեպքում էլ թուրքական շահերի սպասարկուները իրենց կառավարիչի գլխավորությամբ եւ իրենց կարմիր կադարների գլխավորությամբ ընդամենը եկել էին գյումրեցիներին ծեծելու, մյուսներին որ իրենց պետք էր ուղղակի մեկուսացնելու։ Ուրիշ բացատրություն ես չունեմ։ Պարոն Պողոսյան, անցած շաբաթվա մեջ երկու փաստաբան ձերբակալվեց Ալեքսանդր Կոչուբաևն ու Ռուբեն Մխիթարյանը։ Ռուբեն Մխիթարյանը, եթե Ալեքսանդր Կոչուբաևի դեպքում պատճառը Facebook-յան գրառումներ, որտեղ խիստ քննադատության է արժանացնում իրավապահ համակարգին, Ռուբեն Մխիթարյանը ընդամենը իր մասնագիտական, այսպես ասած, փորձում էր գիտելիքները ծառայեցնել, փորձում էր օգնել խոշտանգվող քաղաքացուն։ Երբ որ արդեն փաստաբանների նկատմամբ է այս ուժը կիրառվում, սա ինչի մասին է խոսում, արդյոք իշխանությունները հիմա արդեն ոլորտ են թիրախավորում բոլոր այն մարդկանց, ումից ունեն որոշակի վախեր։ Միանշանակ է, սա ուղղակի հարված էր եւ միանշանակ նաեւ ուղերձեր փաստաբանների պալատին։ Եվ իմ կարծիքով այս հարցը դուք ավելի շատ նաև իրենց պետք է տաք եւ իրենցից պետք է ակնկալեք որոշակի պատասխան եւ գործողություններ։ Այստեղ երկուսի դեպքում էլ զուտ իրենց ձերբակալությունները կալանքը իմ կարծիքով պայմանավորված էր իրենց մասնագիտության հետ։ Այսինքն իրենց օրինակ, եթե Ռուբենը չլիներ փաստաբան, այնտեղ կանգնելու համար դժվար թե իրենց ձերբակալեին։ Կամ Կոչուբաևը, եթե չլիներ փաստաբան, այդ Facebook-յան այդ գրության կամ իր հայտնած կարծիքի համար կարծում եմ որևէ նման խնդիր չէր ունենա, որովհետև այսօր հասարակության մեջ բոլորն են հայոյում, անխտիր, շատ քիչ տոկոսը հայոյում է ընդդիմադիրներին, բայց մեծամասնությունն էլ հայոյում է հենց այսօրվա կառավարիչներին։ Ու եթե այդ նույն տրամաբանությամբ կանային, ուրեմն Հայաստանում առհասարակ որևէ մեկը ազատության մեջ չմնար։ Կոնկրետ այս դեպքում փաստաբանների դեմ ուղղված գործողություն էր։ Ես ձեզ ավելին ասեմ, օրինակ իմ փաստաբան ընկերներ ունեմ, որոնք նույնիսկ այս պահին մտածում են այդ մասնագիտությունը այլևս թողնելու, այդ մասնագիտությունը ընտրելու եւ հիմնավորումը հետեւյալն է, ասում է, եթե ես պետք է գնամ դատարան
ու գիշերները չքնելով, աշխատելով, տանջվելով ես պիտի գնամ իրավաբանություն անեմ, բայց դատավորը ինձ պիտի չլսի ու ինքը ընդամենը վերևից եկած հրահանգով մուրճը պիտի խփի, դա նշանակում է, որ ես ինքս ինձ խփում եմ։ Ու այսօր իրականում փաստաբանների համայնքը այստեղ պայքարելու, կռիվ տալու լուրջ պատճառներ ունի։ Առաջի հերթին այսօր չի հարգվում որևէ փաստաբանի մասնագիտություն։ Իրավաբանությունը վերածել են ուղղակի թղթատարության։ Առավել եւս արդեն սկսեցին կալանքներ, ու ես վստահ եմ, որ ցավոք սերտ իհարկե, բայց վստահ եմ, որ փաստաբանների թիվը 2-ով չի լինի, դա կշատանա։ Պարոն Պողոսյան, Ռուբեն Մխիթարյանի դեպքում նաև արդյոք մեսիջ էր ուղղված Սամվել Կարապետյանին, գիտենք, որ Ռուբենը Շիրակի մարզի համակարգողն էր մեր ձևով շարժման, ինչքանով կապ ունեն մեկը մյուսի հետ։ Չեմ կարող ասել, համենայն դեպս, եթե այստեղ խոսքը գնում է Սամվել Կարապետյանին ուղարկվող մեսիջի կամ ուղերձի Սամվել Կարապետյանը այսպես թե այնպես ընդամենը 2 բառ քրեորեն որևէ ոչ հետապնդելի ընդամենը 2 բառ, որը բացարձակապես չէր կարող քրեական հոդված դառնալ, բայց այդ մարդը այդ 2 բառի համար արդեն մի քանի ամիս է գտնվում է անազատության մեջ, այսինքն դրանից լավ ուղերձ չկար։ Իմ կարծիքով էլի եմ ասում, Ռուբենային ձերբակալեցին միայն նրա համար, որ ինքը փաստաբան է։ Եվ սրանով ուղերձ տվեցին հենց փաստաբանների պալատին։ Ու ցավոք սերտ էլի փաստեմ, այդ ամեն ինչը դերևս ունենալու է շարունակություն։ Այսօր թեմայի հետ կապված նաև մենք չմոռանանք 3 սրբազան հայրեր կան անդում գտնվող։ Նույնիսկ իմ ընկերներից մեկը այսօր շատ ցավով հումոր էր անում, ասում է, այսպես գնաց արդեն երեխաներին կնկելուց պետք է տանենք աղացակ ընկենք։ Որտեղ աղացան այսօր արդեն դարձրել են վեհարան։